Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Արաքյան։ Բարև ձեզ, ընկերներ ջան։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Շատ ուրախ եմ, որ տեսնում եմ ձեզ, բայց տխուր եմ, որ հեռավար եմ տեսնում։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Գործեր ամեն ինչ լավ է։ Լավ ամեն ինչ։ Շատ լավ, լավ է։ Բարև ձեզ, Ժորժ ջան։ Բարև Բարև ձեզ։ ձեզ, պարոն Սիմոն։ Լավ եք։ Լավ, դուք ինչպես եք։ Լավ, տեսնենք ինչ են ուզում ուսուցիչները այսօր մեզանից։ Բարև ձեզ, սիրելի գործընկերներ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ ես մեզ հրավիրել, ինչ կանելու։ Հրավիրել եմ մի շատ սպասված եւ կարևոր գործառույթ առաքելություն իրականացնելու վերջին փուլում ենք գտնվում մեր կողմից շատ սիրված գրքերը մեր սիրելի ուսուցիչներին ներկայացնելու համար, պարոն Մկրտչյան։ Ձեր գլխավորությամբ իհարկե։ Մի քանի րոպե սպասենք, եթե դեմ չեք լինի, քանի որ հասկանալի այս վերջին օրերին բոլոր ուսուցիչները շատ զբաղված են, շատ ծանրաբեռնված են, բայց ամեն դեպքում շատ կարևորեցինք այս հանդիպումը, որ ձեր աշխատանքը մեր համատեղ բոլորիս ջանքերով ստեղծված դասագրքերը հնարավորինս լավ ներկայացնենք մեր ուսուցիչներին։ Եվս 2-3 րոպե սպասենք եւ փորձենք արդեն սկսել։ Շատ լավ։ Ձայնագրվում է մեր այսօրվա բանը հանդիպումը, Այո, պարոն Մկրտչյան, ձայնագրվում է։ որովհետև կարծում եմ ուսուցիչները այսօր կդժվարանան բավականին բանի, այդ կապված իրանց վերջի զանգերի բանի այդ հանդիպմանը, հետո ձայնագրությունը տեղադրենք մեր YouTube-յան էջում, լսեն, ասենք հեղինակների ներկայացրած նյութերը։ Իհարկե։
Սիրելի գործընկերներ, թերևս մենք ինձ թվում է այստեղ եւ ժամանակի առումով, որպեսզի ձեր բազմազբաղ առօրյայից շատ այսպես ժամանակի առումով սպառում չունենանք, շատ շնորհակալություն նախ որ ստացվեց եւ կարողացաք միանալ, մեզ համար դա շատ կարեւոր է եւ գիտեմ, որ շատերիդ համար դժվարություն է եղել այս ժամը առանձնացնելը, այդուհանդերձ խնդրանքս այսպիսին է. Քանի որ մենք, ինչպես պարոն Մկրտչյանը դիտարկեց, անպայման այս տեսակրությունը պիտի տեղափոխենք նաև մեր հարթակ, որպեսզի բոլոր ուսուցիչների համար այն հասանելի լինի, եւ քանի որ 3 առարկաների, 3 դասարանների հասարակագիտության դասագրքերն ենք համալիր ներկայացնում, որտեղ մեր հեղինակներից շատերը եւ 9-րդ դասարանի դասագրքի վրա են ջանք եւ եռանդ ներդրել եւ 11-ի եւ 12-ի պարագան, այսինքն այս իմաստով եզակի առանձնանում է։ Խնդրանքս հետեւյալն է, որպեսզի յուրաքանչյուր հեղինակ մի քանի կարևոր դիտարկում կատարի իր կողմից հեղինակած կոնկրետ 9-րդ դասարանի դասագրքի բովանդակության վերաբերյալ, ցավոք տիկին Կարինեն մեզ չի կարող միանալ, որովհետև վատառողջ է եւ այս իմաստով իհարկե ցավում եմ, որ մենք չենք հնարավորություն չենք ունենա իր խոսքը լսելու, բայց ամեն դեպքում մեր տիկին Ալեքսանյանը այստեղ է, բարի երեկո, հրաշալի է, պարոն Սիմոնյանը այստեղ է, բարի երեկո, շնորհակալություն, որ ստացվեց միանալ եւ այստեղ փորձենք հերթով յուրաքանչյուրս մի քանի րոպե, 3 կամ 4 րոպե, ինչպես հարկ կհամարեք, ներկայացնենք գրքի առանձնահատկությունները, ինչն էր կարևոր եւ ինչ շեշտադրումներ դուք կուզենաք ուսուցիչների համար արձանագրել։ 9-րդ դասարանից հետո կանենք 11, այնուհետ 12-ը եւ եթե հնդհածս մենք ունենանք ուսուցիչների ներկայություն, ովքեր կունենան հարցեր, մասնավորաբար, կամ գուցե իրար փոխադարձ հարցոպատասխան կարողանանք ձևակերպել, շատ ավելի լավ։ Եթե ոչ, սա մենք կտեղադրենք վաղը մեր Facebook-յան էջում, որպեսզի կարողանան ուսուցիչները հնարավորինս օբյեկտիվ ընտրություն կատարել առաջարկված դասագրքերի համատեքստում։ Տիկին Ալեքսանյան, եթե դուք ներողություն Evine հրատարակչություն է այսօր ինչ-որ մեկի խոսելա։ Մենք նման գործերով չենք զբաղվում, շատ ներողություն։ Հիմա հրատարակչությունում գրեթե մարդ չկա եւ մենք նման գործերով չենք զբաղվում։ Հա, բավական։ Այո, այո։ Շատ ներողություն, այս հրատարակչության այս հատվածում միայն ես էի ստիպված էի պատասխանել։ Փորձենք մեկնարկել հարգելի գործընկերներ, տիկին Մանուչարյան, եթե դուք դեմ չեք, ձեզնից սկսենք։ Համեցեք 9-րդ դասարանի դասագրքի ձեր տեսլական առանձնահատկությունները, ձեր հեղինակած բաժնի կարևոր դիտարկումներ, խնդրեմ։ Բարև ձեզ։ Ես փորձեմ իմ էկրանը կիսել, դուք տեսնում եք իմ էկրանը։ Այո, փորձում եք կիսել, հրաշալի է, բացվեց։ Սիրելի ուսուցիչներ, սիրելի աշակերտներ, եթե կմիանան եւ կհետաքրքրվեն ինչ գրքերով են սովորելու
Սիրելի ծնողներ, եթե ձեզ հուզում է, թե ձեր երեխաներն ինչ նոր կյանքի, ինչ նոր փուլով են անցնելու եւ սիրելի մարդիկ, ում պարզապես հետաքրքիր է կրթության ոլորտը։ Շատ ուրախ եմ, որ մենք թևակողում ենք կարողունակությունների զարգացման մի նոր դարաշրջան, որտեղ աշակերտները ավելի են մոտենում իրական կյանքին եւ ավելի ամուր ձեռքեր ու ոտքեր են ստանում այս կյանքում լավ առաջ գնալու համար։ Կներկայացնեմ դասագրքերի տնտեսագիտության եւ անձնական ֆինանսների կառավարման բլոկը։ Ասեմ, որ այդ հատվածները սկսել են զարգանալ դեռևս մեր 7-րդ դասարանից, 7-րդ դասարանի հասարակագիտությունը արդեն հարուստ է տնտեսագիտությամբ եւ անձնական ֆինանսների կառավարմամբ, 8-րդում այն ամրանում է արժեքներով, 9-րդում եւ 10-ում զարգանում են հատկապես գիտելիքների կտորը եւ 11-րդում ավելի շատ կիրառման կտորն է տնտեսագիտության եւ անձնական ֆինանսների։ Շատ հակիրճ կգտնվեմ եւ մի քանի դիրքորոշում, թե ինչով են առանձնանում այս դասագրքերը։ Այս դասագրքերը առաջին հերթին շատ մոտ են կյանքին։ Կարդալիս սա կարող է կարդալ վարորդը, կարող է կարդալ գիտնականը, սա կարող է կարդալ աշակերտը, իհարկե այդքան էլ լավ չի, որ մեծ տարիքի եւ գիտնական մարդիկ կարդում են ինչ-որ բան եւ դա նրանց հետաքրքրում է, նշանակում է իրենց տարիքի համար է գրվել, բայց բուն այնքան ենք մոտեցրել մենք կյանքին, հատկապես 9-րդ դասարանում դասագրքի հերոսը Արեգը եւ Մանուշակն են, թող ինձ ներեն բոլոր հայ երաժիշտները, բայց քանի որ այս տարի հրապարակվեց Տիգրան Համասյանի Հազարան բլբուլ ալբոմը եւ այնտեղ հերոսները Արեգն ու Մանուշակն էին, ես որոշեցի, որ իմ հատվածում հատկապես պետք է հերոսները լինեն նրանք եւ կյանքը ինչպես սկսվում է նախաճաշից եւ ընթանում ամբողջ օրվա ընթացքում, այս դասագրքով էլ դուք պարզապես անցնում եք Արեգի եւ Մանուշակի տարօրյայի մեջ եւ տեսնում այն ամենը, ինչ որ մեր կյանքում մեզ շրջապատում է։ Ոչինչ չկա օդից եւ չկա այլ մոլորակներից, սա մեր կյանքն է եւ սա այն է, ինչ որ պետք է աշակերտներին։ Ասեմ, որ դասագրքում ուժեղ զարգանում են տնտեսական կարողունակություն, զարգանում է տնտեսական կարողունակությունը, հատկապես կուզեի շեշտել 3 գլխավոր ուղղություններ, որոնք շատ կարևոր են հենց տնտեսական կարողունակության համար։ Նախ անհատական կրթություն, դասագրքում կարող եք գտնել եւ տեսադասեր, եւ նկարներ, եւ գծապատկերներ, եւ տեքստ, տարբեր կարիք ունեցողներ, քանի որ գիտենք, որ աշակերտները սովորում են յուրովի ամեն մեկը իր ուղղությունն ունի։ Մարդկա վիզուալ է, մարդկա աուդիալ է, մարդկա կինեստետիկ է, կան դասագրքերում քարտեզներ, կան գծապատկերներ եւ աշակերտը անպայման կգտնի իր ուղին, թե ինչպես նա կհավաքի տեղեկությունը եւ ինչպես կռեալիզացնի։ Մեծապես զարգանում է քննադատական մտածողությունը, հատկապես տնտեսագիտության մեջ շատ կարեւոր է հավասարակշռված քննադատությունը եւ բոլոր կողմերին հավասար ներկայացնելը։ Դասագրքերում բազմաթիվ առաջադրանքներ կան, որ աշակերտները պետք է քննարկեն հարցը բոլոր շահառուների տեսանկյունից՝ սպառողներ, բիզնես, աշխատակիցներ, պետություն, օտարերկրացիներ։ Եվ սա նրանց հնարավորություն կտա բազմակողմ 360 աստիճանով դիտարկել աշխարհը եւ իրենց երկիրը եւ իրենց պետությունը եւ հասկանալ մեդալի բոլոր կողմերը։ Նաև շատ կարևոր է հատկապես ուշադրություն ենք դարձրել խնդրակենտրոն մոտեցմանը, ավելի շատ դասագրքում կան հարցեր, քան պատասխաններ։ Աշակերտներն ունեն ազատություն ստեղծագործելու, ունեն ազատություն փորձագետների հետ քննարկելու, բազմաթիվ վարժություններ կան, որտեղ նշված է, որ գնացեք եւ քննարկեք այս հարցը ձեռնարկատիրոջ հետ, տնտեսագետի հետ, պետական կառավարման աշխատակցի հետ, եւ դա նրանց թույլ կտա հավաքել տեղեկություն եւ խնդրին տալ համապարփակ լուծում։ Պետք է ասեմ, որ դասագրքում հավասարապես զարգանում է եւ հայկական միջավայրը եւ համաշխարհային փորձը։ Առաջին օրինակում Հայաստանի արևային էներգիայի օրինակն է իրական օրինակ մշակված համապատասխան նախարարության աշխատակիցների հետ։ Ասենք, որ պետք է նշեմ, որ դասագրքում չկա որևէ նյութ, որը քննարկված չէ փորձագետների հետ եւ որը փորձարկված չէ աշակերտների հետ։ Դասագիրքը մինիմում 5 տարբեր
տարբեր շրջանների աշակերտներ դիտարկել են եւ կարմիրով նշվել է, թե որ հատվածը պետք է փոխել, հեշտացնել, որը այլ բառերով ձևակերպել եւ որը առհասարակ հանել։ Երկրորդ օրինակում աշխարհի փորձն է ժամանակակից արհեստական բանականություն, ռոբոտներ, ժամանակակից հետազոտություն 2024 թվականի, այսինքն գիրքը չունի ժամանակավրեպության խնդիր, ամեն ինչ թարմ է, որքան որ հնարավոր էր։ Պետք է շեշտեմ, որ դասագրքի ամենաուժեղ կողմը դա մեթոդական ապարատն է։ Դասագրքում կգտնեք բազմաթիվ իրավիճակների վերլուծություններ, բազմաթիվ կապեր այլ առարկաների հետ, հատկապես դրել եմ երևի շատ դժվար էր պատկերացնել, ինչպես կարելի է կապել տնտեսագիտությունը երաժշտության հետ։ Այո, սիրելիներս, հնարավոր է կապել, կարող է կապել քիմիայի հետ, կարող է կապել ֆիզկուլտուրայի հետ, կարող է կապել իրենց կյանքի հետ, գրականության հետ, տեսնում եք Էրիխ Մարիա Ռեմարկի օրինակը, եւ շատ կարեւոր եմ համարում, որ այս դասագրքերով սովորող աշակերտները կարող են տարբեր մակարդակներ նվաճել։ Այս դասագիրքը հնարավորություն է տալիս խորանալ ամենախորքը։ Խնդրեմ, օրինակ, մի օրինակ հիպերինֆլյացիայի եւ գերգնաճի այժմյան պատճառների հետ եւ շատ խորը հարցեր կան այստեղ, որ աշակերտը կարող է պատասխանել առաջին մակարդակով եւ կարող է ուսումնասիրել եւ իջնել ամենախորքը, անգամ տնտեսագետների հետ կարող է դեբատների մեջ մտնել, եթե նրան տրվի տեղեկության հավելյալ աղբյուր, ինչը այս դասագրքերը հնարավորությունը դրա տալիս են։ Շատ ուրախ կլինեմ, եթե դուք դասագրքի հետ կապված հարցեր ունենաք եւ գրեք ինձ, ես ձեզ համար հասանելի կլինեմ որպես հեղինակ, եւ շատ ուրախ կլինեմ, եթե այս դասագրքերը աշակերտներին օգնեն ավելի ուժեղ քաղաքացի լինել։ Պետք է նշեմ, որ անցյալ շաբաթ Վարդենիսի Մաքենիս գյուղում էի եւ աշակերտները ինձ հետ հավասար թվարկում էին ֆինանսական զեղծարարությունների օրինակները։ Դա նշանակում է, որ նրանք արդեն տեղեկությունը ոչ միայն ընկալել են, այլ նաեւ կիրառում են իրենց կյանքում։ Շնորհակալ եմ շատ։ Շատ շնորհակալություն Տիկին Մանուչարյան, շատ հետաքրքիր եւ կարեւոր շեշտադրումներով հագեցած ելույթի համար։ 9-րդ դասարանի հասարակագիտության մյուս հեղինակը մեր Տարոն Սիմոնյանն է։ Պարոն Սիմոնյան, շատ կխնդրեմ, որ հիմա դուք ներկայացնեք ձեր դասագրքի ձեր հեղինակած հատվածի կարևոր առանձնահատկությունները։ Սիրով լսում ենք ձեզ։ Բարև ձեզ նորից, հարգելի գործընկերներ, ես էլ եմ շնորհակալություն հայտնում նման հնարավորության համար։ 9-րդ դասարանում ես հեղինակել եմ հասարակագիտության դասագրքում հեղինակել եմ մեկ թեմա, դա պետության թեման է, եւ փորձել եմ այս թեմայի շրջանակներում ինֆորմացիան ելի ներկայացնել այնպես, որ աշակերտները եւ կարողանան էությունը ըմբռնել երևույթի եւ դրա պրակտիկ նշանակությունը, այսինքն միայն տեղեկատվություն չհավաքեն, այլ նաեւ հասկանան, թե ինչ դեր նշանակություն պետք է ունենա պետությունը իր առօրյա կյանքում, ազգի նպատակների իրականացման կյանքում եւ իհարկե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Ինչ եմ նշում մարդու իրավունքների ոլորտում, որովհետեւ մեկ դասարան առաջ երեխաները արդեն սովորել են մարդու իրավունքները, նախորդ հասարակագիտության դասագրքում իրենց 8-րդ դասարանի արդեն մարդու իրավունքների կոմպոնենտը կարծես անցել են, իսկ մարդու իրավունքների կոմպոնենտը առանց պետության էության ընկալման ամբողջական չի։ Դրա համար այս դասարանում արդեն պետության էությունն են երեխաները ուսումնասիրելու, հասկանալու համար, թե ինչ է պետությունը իրականում իրենից ներկայացնում։ Դրա համար, որպեսզի ելի ամբողջական լինի աշակերտների մոտ պատկերացումը, փորձել ենք եւ մատչելի լեզվով, բայց նաեւ այնքան մատչելի չէ, որ վնասենք բովանդակությանը, փորձել ենք այդ բալանսը պահենք, ներկայացրել ենք պետության առանձնահատկությունները, օգտագործելով պատմության, փիլիսոփայության, քաղաքագիտության, իրավագիտության գիտելիքներ։ Այդ տրամաբանությամբ արդեն ներկայացնում ենք պետության ընկալումը տարբեր ազգերի մոտ ինչպես է ձևավորվում, առանձնահատկություններ ձևավորվում, որտեղ հենց խնդիր կա, ամեն հասարակություն, ամեն ազգ իր առանձնահատկություններից ելնելով տարբեր կերպ է ընկալում պետությունը եւ պարտադիր չէ, որ մի աշխարհի ծայրում ընկալված այդ կոնցեպտը, հայեցակարգը նույն ձև ընկալվի նաեւ մեզանում։ Դրա համար շատ կարեւոր է, որ նաեւ դուք օգնեք աշակերտներին իրենք հասկանան պետությունների ընկալման տարբերությունները եւ որ այսպես անգիր արած ձևով մի կոնցեպտը չվերցնեն եւ կիրառեն օրինակ մեր
բարակայում կամ հակառակ տրամաբանության, դրա համար ֆիքսվել ենք ընկալման նաև առանձնահատկությունների վրա, որից հետո թե պատմական, թե փիլիսոփական, երբեմն նաև կրոնական որոշակի գիտելիքներ տրամադրելով այդ պետության էությունը եւ դրա առանձնահատկությունները փորձել ենք ներկայացնել, այնուհետև արդեն անդրադարձել ենք պետության ձև հասկացությանը, պետության տարբերակումներին, թե պետությունը ինչ ձևեր կարող է լինել, եւ դրա ներսում արդեն այդ ձևը տարբերակող կառուցվածքային առանձնահատկություններին, օրինակ պետական ռեժիմին, օրինակ կառավարման ձևին, կառուցվածքի ձևին, դրանով աշակերտների մոտ պատկերացումն ենք ձևավորում, օրինակ կառավարման ձևով պետությունները լինում են հանրապետություններ, միապետություններ ու դրանք ինչ տեսակների են լինում, ներկայացնում ենք դրանց պատմական անցման էվոլյուցիան, այսօր գոյություն ունեցող այդ երկու ձևերի դրսևորումները, դրանց առանձնահատկությունները ու նաև երեխաներին անդադ առանձին առաջադրանքների ու վարժությունների ձևով փորձում ենք բերել դեպի, այսպես ասած, պրակտիկ դաշտ, որ աշակերտները կարողանան հարցերի միջոցով այսօրվա պետությունների այդ առանձնահատկությունները վերլուծեն։ Աստված տվել մեզ չի խնայել, որ մեր պետությունը անցել է օրինակ հանրապետության կառավարման ձևի բոլոր ենթատեսակների միջոցով, օրինակ նախագահական, կիսանախագահական, պարլամենտական, եւ մենք էլ վարժությունների միջոցով փորձում ենք աշակերտների մոտ հենց ձևավորել այդ պատկերացումը, թե որը որից ինչով է տարբերվում, որի դրական կողմերն են ավելի կիրառական Հայաստանում, որը բացասական կողմեր ունի, որոնք են, որ պետք չէ շատ կիրառել հաշվի առնելով հասարակության պատմական փորձը, առանձնահատկություններ եւ այլն։ Այսինքն փորձում ենք այս ամենի միջոցով ձևավորենք աշակերտների մոտ քննադատական վերլուծական մտածողություն, այլ ոչ թե պարզապես փաստերի վերաբերյալ այսպես ինֆորմացիա տան, որ երեխաները անգիրանեն, այդ կերպ գնան առաջ։ Մի փոքր անդրադարձ կա նաև իշխանության ճյուղերին, որպեսզի հասկանան, որ իշխանության ճյուղերը այդ պետական ընդհանրապես կառավարման գործում ինչ դեր նշանակություն ունեն։ Իհարկե, այս կոմպոնենտի նաև քաղաքագիտության բնագավառում անդրադարձ կա, սարագագիտության շրջանակներում ներկայացվող, բայց մենք այստեղ ներկայացրել ենք բացառապես պետության կոմպոնենտի մեջ իշխանությունների տարանջատումը ինչպես է աշխատում դրական բացասական կողմերը, ելի առաջադրանքների միջոցով վերլուծական ունակություններ փորձելով զարգացնել աշակերտների մոտ։ Դուք կնկատեք նաև, որ հասարակ այս գրքի մեջ, նաև այս թեմայի մեջ առանձին բաժիններ կան թեմաների մեջ, այսպես շրջանակի մեջ վերցրած գրված է հետաքրքիր է իմանալ։ Սա այսպես կողքից տրամադրվող ինֆորմացիան է երեխաներին, որը հավելյալ տեղեկություն է տալիս աշակերտներին, որ եթե ուզենան օրինակ խորանան այդ ինֆորմացիայի մեջ, իրենք գնան արդեն հետազոտական աշխատանք կատարեն ու այդ հետազոտական աշխատանքը բերեն զարգացնեն այս դասագրքի ներսում առկա ինֆորմացիայի մեջ։ Հետաքրքիր է, որ բացի պետության այս ընդհանուր էութենական, այսպես ասած, ինֆորմացիա, նաև գործառույթներին անդրադարձ կատարել են, որովհետև կարծում ենք, որ գործառույթների մասին պատկերացումը եւս աշակերտները պետք է ունենան, իսկ դրանից հետո արդեն անդրադարձ կատարվել է 1-2 թեմային, որը որ մեր չափորոշիչներում կար, ուղղակիորեն կարող է դուք կապը չտեսնեք այդ թեմաների եւ պետության էության կամ հասկացության գաղափարի մեջ, բայց քանի որ կրթության գիտության նախարարությունը այդ չափորոշիչները տվել էր, մենք նաև դրանք ենք գրել։ Դա կոռուպցիան է, կոռուպցիայի վերաբերյալ առանձին ենթաթեմա կա պետության բաժնում, կոռուպցիայի դրսևորումները, առանձնահատկությունները, տեսակները, որպեսզի երեխաները նաև դրա մասին պատկերացում ունենան, եւ նաև թրաֆիքինգը առանձին ենթաթեմա է ներկայացված պետության մեջ, որովհետև արդեն այս տարիքի երեխաների սկսած համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ թրաֆիքինգի զոհ դարձող անձիկ էլ կան, դրա համար պետք է մեր երեխաները նաև դրա վերաբերյալ ընդհանուր տեղեկությունը իմանան, որպեսզի ավելի տեղեկացված լինեն եւ աստված չանի նման իրավիճակներ առաջանան, կարողանան իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվել։ Մեծ հաշվով կարծես թե ես ներկայացրեցի ամբողջ բովանդակությունը, եթե հարցեր լինեն, մեծ հաշվով կպատասխանեմ։ Շատ շնորհակալություն, պարոն Սիմոնյան, համապարփակ ներկայացնելու համար։ Հասարակագիտություն 9-րդ դասարանի դասագրքի մյուս 3 գլուխները հեղինակել են մեր Տիկին Կարինե Հարությունյանը եւ Նարեկ Գալստյանը, որոնք հասկանալի եւ օբյեկտիվ պատճառներով այս պահին մեզ հետ չեն։
իրենց գլուխները հեղինակած թեմատիկ գլուխներն էին պետությունը եւ մշակույթ, պետություն եւ քաղաքացիական հասարակություն, սա Տիկին Կարինեի հեղինակած գլուխներն են, որտեղ տրամաբանությունը շարունակվում է եւ գաղափարական զարգացման առումով, այսինքն պարզից պարզ սկզբունքը գիտելիքի տրամադրման իմաստով ապահովված է եւ կրկին ինչպես նախորդ գլուխների պարագայում այստեղ եւս մեթոդական ապարատը հագեցած է ամենատարբեր առաջադրանքներով եւ արժություններով շտապենք նաև նշել մեր ուսուցիչների համար, որ դասագիրքը ժամանակակից է, տեխնոլոգիաներին համապատասխան հագեցվածություն եւս ունի, այսինքն կան տարատեսակ QR կոդեր, որոնք հասանելի են դարձնում այս կամ այն տեղեկատվությունը, դա վերաբերում է թե առաջադրանքներին, թե օրինակ համագործակցության բնույթ կրող առաջադրանքներին, որոնց ծավալը գրքում տեղ չի գտել, բայց փոխարենը QR-ով այն հասանելի է, ինչպես նաև հասանելիություն ունենք լսանյութերի առումով, քանի որ մենք փորձում ենք դասագիրքը ստեղծել, մշակել բոլոր տեսակի առանձնահատկություններ ունեցող երեխաների աշակերտների համար, հետևաբար այնտեղ ունենք լսանյութեր, որը ենթադրում է այս կամ այն տեքստի կամ գուցե թե ամբողջ դասանյութի բանավոր ներկայացում աշակերտի համար, որպեսզի ովքեր տեսողական խնդիրներ ունեն, այս հարցը կարողանանք այս իմաստով նաև որոշակիորեն իհարկե լուծել։ Պարոն Գալստյանի հեղինակած գլուխը վերջինն է 5-րդն է, թեմա 5-ն է, պետություն եւ քաղաքականություն։ Այստեղ եւս ունենք բավականին կարևոր շեշտադրումներ քաղաքական մշակույթի, քաղաքական համակարգի վերաբերյալ, իհարկե բնականաբար անդրադարձ կատարում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին եւ պետական իշխանության ճյուղերի գործառույթներին առավել մանրամասն։ Դասագիրքը, եթե ամբողջացնելու լինենք եւ եզրափակենք դասագրքի ներկայացումը, պետք է շեշտեմ, որ հասարակագիտություն 9-րդ, 11-րդ եւ 12-րդ դասանի դասագրքերը հնարավորինս լիարժեքորեն արտացոլում են Զանգակ հրատարակչության դասագրքերի ստեղծման հայեցակարգը, որ իրենից ենթադրում է 8 բաղադրիչի ներկայացում մեթոդական ապարատում։ Մենք սա շատ կարևորում ենք, որի այս մեթոդական ապարատի եւ դրանով պայմանավորված շատ տարաբնույթ առաջադրանքների շնորհիվ ապահովում ենք աշակերտի մոտ ամենատարբեր հմտությունների, մտածական, գործնական բնույթ կրող հմտությունների, ինչպես նաև արժեքային համապատասխան համակարգի ձևավորման կարևորությունը, ինչը ժամանակակից երեխայի համար խիստ կարևոր է։ Այսինքն փորձել ենք հնարավորինս դասագիրքը տրամադրել բոլոր կարևոր դիտանկյուններով, հնարավորինս հագեցած իհարկե չափորոշչային համապատասխանությամբ, բայց միևնույն ժամանակ այսօրվա երեխայի հետաքրքրություններին համապատասխան, որովհետև բոլորս գիտակցում ենք, որ այսօրվա սովորողին դժվար է զարմացնել, մենք փորձել ենք դա իրականացնել 9-րդ դասանի դասագրքում։ Շատ շնորհակալություն հեղինակներին խոսքի համար, եթե մեր սիրելի ներկաներից կան մարդիկ, որոնք հատկապես 9-րդ դասանի դասագրքի վերաբերյալ հարց ունեն մեր հեղինակներին, սիրով կուզենանք լսել, եթե ոչ, փորձենք անցում կատարել արդեն 11-րդ դասարանի ներկայացմանը։ Կան հարցեր, սիրելի գործընկերներ, ովքեր մեզ մոտ ներկայանում են որպես ուսուցիչ կամ հետաքրքրված անձ։ Եթե կան, խնդրեմ գրեք կամ համապատասխան նշանով մեզ դա հուշեք, իսկ եթե ոչ, տեղափոխվենք արդեն հասարակագիտություն 11-րդ դասարանի դասագիրք, այստեղ մենք ունենք հեղինակային խմբի ներկայացվածություն կրկին Տիկին Մանուչարյանի շնորհիվ մասնավորաբար, Եվի ավանդույթի ուժով համեցեք, սիրով լսում ենք ձեզ այս գրքի կարևոր շեշտադրումները։ Խնդրեմ Տիկին Մանուչարյան։ Շնորհակալ եմ, ես շատ հակիրճ կլինեմ, որովհետև մեթոդական ապարատը ընդհանուր առմամբ նման է 9-րդ դասանին, ուղղակի ավելի խորը, ավելի շատ գիտություն կա 11-րդ դասարանում, ասեմ, որ 11-րդ դասարանի տնտեսագիտության հատվածը հիմնված է տնտեսագիտական 4 մակրո նպատակների վրա, դրանք են տնտեսական աճ, գնաճի ստաբիլ եւ ցածր մակարդակ, գործազրկություն եւ հավասարություն ու աղքատության նվազեցում։ Այս բոլոր հարցերին անդրադարձ է կատարվել պետության տեսանկյունից, պետությունը ինչ քաղաքականություններով է աշխատում այս տնտեսական հիմնահարցերի ուղղությամբ, ինչ առավելություններ կան, ինչ թերություններ կան։ Կխնդրեմ, որ ոչ մի ուսուցիչ չվախենա, թե այս
բարդ բառերը, այո, ես էլ կվախենայի այս բառերն ասելուց, լսելուց, եթե լինեի այդ տնտեսագիտական կրթություն չունեցող, բայց խոստանում եմ ձեզ, որ դասագրքում այնպես է գրված եւ հարցերը, լրացուցիչ նյութերը, հոլովակներ ունենք, կցված են նաեւ կենտրոնական բանկի կողմից նկարահանված շատ մատչելի հոլովակներ, որտեղ մեր հերոսները շատ պարզ բառերով բացատրում են ինչ է ֆինանսական կայունությունը, ինչ է գների կայունությունը։ Այս ամենը ձեզ կտրվի այն մակարդակով, որ դուք կարող եք պատմել ձեր ընկերներին, ձեր հարազատներին եւ ուրախ եմ, որ այս նյութերը պետք են ոչ միայն աշակերտներին, այլև մեր ամբողջ հանրությանը, որովհետեւ մենք 5 տարին մեկ իրականացնում ենք գնահատում հանրապետության ֆինանսական կարողունակությունների եւ այս պահին մեր երկրի ինդեքսը կեսից քիչ է, այսինքն մեր բնակչության ամեն 2-ից մեկը լավ չի տիրապետում այս հասկացություններին, չգիտե ինչ է գնաճը, չգիտե ինչ է փոխարժեք, ինչպես է դա ազդում իրենց կյանքի վրա եւ ես մեծ հույս ունեմ, այսպես ասած, հույսս դրել եմ դպրոցականների վրա, որ դպրոցականներից սկսված է փոխվելու մեր հանրության կրթվածության եւ իրազեկվածության մակարդակը ֆինանսներում եւ տնտեսագիտության մեջ։ Սա ձեզ պետք է ամեն օր առնչվում եք այդ հարցերին, մնում է տեղյակ լինեք եւ կարողանաք փոխանցել դա աշակերտներին։ Շատ կարեւոր է թե ինչպես դա կփոխանցեք, որպեսզի լավ փոխանցեք, նախ պետք է ինքներդ լավ պատկերացնեք, սիրելի ուսուցիչներ, սրանք առաջին անգամ են մտնում հանրակրթական ծրագրի մեջ։ Այս թեմաները չեն եղել եւ առաջին հայկական դասագրքերն են այս ուղղությամբ։ Եթե դուք կդժվարանաք, կարող եք փնտրել բազմաթիվ այլ աղբյուրներ կան, Խան ակադեմիա, կենտրոնական բանկի նյութեր, էկոնոմիկայի նախարարության նյութեր եւ կարող եք դիմել մասնագետներին եւ կարող եք դիմել նաեւ ինձ, եթե կարողանամ ձեզ օգտակար լինել, միայն ուրախ կլինեմ, հուսամ այս նորամուծությունը ոգևորությամբ եւ նոր թափով կմտնի մեր հանրության մեջ։ Շատ շնորհակալություն Տիկին Մանուչարյան, շատ ոգևորիչ խոսք ունեցաք եւ իսկապես նորույթը միշտ ողջունելի է, եթե այն բովանդակալից է եւ ըստ ժամանակի պահանջին, այսպես զուգորդված։ Շատ շնորհակալ ենք ձեզ, շատ ջանացավ եւ մանրակրկիտ աշխատանք կատարելու համար։ Մեր հասարակագիտություն 11-րդ դասարանի դասագրքի բովանդակությունը 6 մեծ թեմա է ենթադրում եւ այդ 6 թեմաներից 3-ը մեր հարգարժան պարոն Գալստյանի հեղինակած թեմաներն են, որից 2-ի վրա նաեւ աշխատել են իր ասպիրանտները։ Թեմաները բավականին ծավալուն են եւ ես պարզապես ուղղակի կնշեմ թե դրանք որոնք էին։ Թեմա 3-ը քաղաքական մասնակցություն եւ ընտրություններ թեման է, թեմա 4-ը կուսակցություններ եւ շահերի խմբեր եւ թեմա 6-ը միջազգային հարաբերություններ եւ արտաքին քաղաքականություն։ Քանի որ ես այս դասագրքի եւ մյուս դասագրքի նաեւ 12-րդ դասարանի դասագրքի մեթոդական ձեռնարկի հեղինակն եմ, այս երկու դասագրքերի բովանդակությունը բավականին մանրամասն ուսումնասիրել եմ եւ իմ տեսլականում, իմ պատկերացման այս 3 գլուխները եւս, ինչպես եւ նախորդ բոլոր գլուխները, գրված են շատ մանրամասն, շատ հանրամատչելի այն առումով, որ որևէ ձևով գիտականություն այստեղ չի տուժում եւ առաջադրանքների մակարդակում այն գիտելիքը, որ տրամադրվում է աշակերտներին, տրամադրվում է կիրառելիության իմաստով, այսինքն որևէ մաս չկա դասագրքի թե այս թեմաներում, թե ուրիշ թեմաներում, որ մնում է ուղղակի կարծրացած եւ որևէ ձևով աշակերտը դրա հետ գործ չի անում։ Մենք բոլորս գիտակցում ենք, որ աշակերտի համար այն հարցադրումը, թե ինչ պիտի անեմ այս գիտելիքը, շատ կարեւոր է եւ մենք բոլորս երբ համապատասխան տարիքում ենք, այս հարցադրմամբ հանդես եկել ենք ինքներս մեր առջև։ Ոստի այս դասագիրքը եւս հրաշալի ձևով համադրում է գործնականությունը գիտականության հետ եւ ապահովում է նաեւ աշակերտի տարիքին համապատասխան հետաքրքրությունը եւ մասնագիտական առումով եւ ինչու՞ չէ նաեւ իր տնային աշխատանքների իրականացման իմաստով։ Պարոն Սիմոնյան, եթե կարելի է երկու խոսք ձեր հեղինակած թեմայի վերաբերյալ եւ փորձենք արդեն տեղափոխվել 12-րդ դասարան։ Համեցեք։ Շատ լավ, այս 11-րդ դասարանում ես հեղինակել եմ երկու թեմա, մեկը իրավունքի համակարգ, իրավական պաշտպանության մեխանիզմներն են, եւ երկրորդը միջազգային իրավունքը։
Եթե առաջի թեման ավելի շատ ծանոթ կարող է լինել ձեզ, որովհետև նախորդ մեկ տարիների հասարակագիտության դասագրքերում էլ է եղել, երկրորդը մի քիչ փորձել ենք ավելի նորարարական ձևով ներկայացնել, որովհետև նաև ինչ որ առումով միջազգային իրավունքը ոչ բոլոր դեպքերում էին դպրոցներում դասավանդվում, հիմա արդեն փորձում ենք նաև դասավանդել։ Առաջի թեման իհարկե բացի այն, որ իրավունքի համակարգն է, ընդհանուր ներկայացված իրավունքի մի քանի հիմնական ճյուղերը՝ ֆինանսական, քաղաքացիական, աշխատանքային, քրեական, վարչական, ընդհանուր տեղեկատվությունների տեսքով տրամադրված է, որպեսզի երեխաները դառնալով արդեն քաղաքացի ավագ դպրոցից հետո իրանք ընդհանուր պատկերացում ունենան այն կանոնների մասին, որոնք իրենց սոցիալական կյանքը կազմում են, սկսած քաղաքացի-իրավական հարաբերություններից, չգիտեմ, այնտեղ աշխատանքային հարաբերություններից, դրանց վերաբերյալ տեղեկատվություն ներկայացված է առաջադրանքների ձևով, որոշակի վարժությունների ձևով եւ ընդհանուր ինֆորմացիայի ձևով, բայց նաեւ ներկայացված է այն մեխանիզմները, որոնց միջոցով իրավունքների պաշտպանություն է իրականացվում, այսինքն իրավապահ համակարգն է ներկայացված է իրավապահ համակարգում պետական եւ ոչ պետական մարմինները, որոնք ինչ դեր ու նշանակություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, սկսած մասնավոր ոլորտից իրավապաշտպաններից, փաստաբաններից եւ վերջացրած պետական ոլորտում դատավորներից, դատարաններից։ Այդ ընդհանուր տեղեկատվությունից եթե կարողանանք այս ներկայացված ինֆորմացիան տանք երեխաներին, կարծում ենք, որ բավարար կլինի, որ դպրոցից դուրս եկող քաղաքացին իր իրավունքների մասին համալիր պատկերացում ունենա ու նաև կարողանա այդ իրավունքները կենսագործել ռեալ կյանքում։ Մենք այդ տրամաբանությամբ ենք ամեն ինչ ներկայացրել, որ պատրաստի քաղաքացի ստանանք դպրոցից դուրս գալուց, հա, այս գոնե իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Երկրորդ մասը, արդեն երկրորդ թեման, արդեն միջազգային իրավունքն է, որտեղ փորձել ենք ներկայացնել միջազգային իրավունքի աղբյուրները, որտեղ մենք արդեն գիտենք, որ երեխաները միջազգային հարաբերությունների մասին որոշակի պատկերացում ունեն նաև այս դասագրքի շրջանակներում, պարոն Գալստյանը բավականին մանրամասն դա ներկայացրել է։ Մենք միջազգային իրավունքով արդեն ներկայացրել ենք այն կանոնները, որոնք որ այդ հարաբերությունները այս կամ այն կերպ կարգավորում են կամ պետք է որ կարգավորեն։ Հիմա սկզբում ներկայացնում ենք այն աղբյուրները, որտեղից միջազգային իրավունքի նորմերը կարելի է տեսնել, բացահայտել, դրանք կոնվենցիաներն են, միջազգային սովորույթներն են, սկզբունքներն են, հեղինակավոր մասնագետների գրքերն են եւ այլը, այնուհետև անցնում ենք սուբյեկտներին, թե որոնք են միջազգային իրավունքի սուբյեկտները, հարաբերությունների մասնակիցները, պետություններ, միջազգային կազմակերպություններ, պետականակերտ միավորներ, իրենց ինքնորոշման համար պայքարող ժողովուրդներ եւ այլը, այստեղ նաեւ անդրադարձել ենք այն սուբյեկտներին, որոնք որ իրացնում են այդ իրավունքը հաջողությամբ կամ ոչ հաջողությամբ, պատմական օրինակներով, այդ թվում Արցախի օրինակով եւ այդպես շարունակ, որից հետո արդեն անդրադարձ է կատարվում օրինակ միջազգային կազմակերպություններին, որոնք եւս կարևոր դեր ու նշանակություն ունեն միջազգային հարաբերությունների իրականացման գործում եւ այսպես շանել։ Այն միջազգային կազմակերպությունների ներսում ներկայացրել ենք իրավապաշտպան կազմակերպություններին, միջազգային դատարաններին, դրանց կարևորությունը, դերը, ինչու, որովհետեւ շատ դեպքերում մենք գիտենք, որ գոյություն են այդպես միջազգային նացիաներ, բայց չգիտենք դրանք ինչի համար են նախատեսված, ինչ ֆունկցիա ունեն, ինչպես կարող են մեր այսօրվա կյանքի վրա անդրադարձ ունենան եւ այլն։ Այլ որպեսզի երեխաները նաև աշակերտները նաև ընդհանուր պատկերացում ունենան, անդրադարձ կատարվել է նաև դրանց։ Կան նաև առաջադրանքներ ամեն ենթաթեմայի ներսում, գրեթե ամեն հարցի հետ կապված եւ կան հավելյալ ինֆորմացիաներ, որ երեխաները եթե ուզենան այդ համապատասխան տեխնոլոգիական միջոցներով կարող են նաև այդ ինֆորմացիաների վերաբերյալ ընդհանուր պատկերացում ունենալ։ Կարծես թե այսքանը, էլի եթե հարցեր լինեն, մեծ հաճույքով պատասխանեմ։ Շատ շնորհակալ ենք, պարոն Սիմոնյան։ Սիրելի գործընկերներ, ովքեր հեղինակային խմբի եւ ուսումնական թիմի մաս չեն, եթե ունենք հարցեր հասարակագիտություն 11-րդ դասարանի վերաբերյալ, սիրով լսում ենք ձեզ, եթե ոչ, գուցե թե հասարակագիտություն 12-ի պարագայում ձեզ հուզող հարցերը մենք սիրով փորձենք պատասխանել իհարկե։ Քանի որ տեսախցիկները փակ են հիմնականում, ես դժվար եմ կողմնորոշվում, մեր ներկաները ուսուցիչներ են, թե ուղղակի ուսումնական կամ այլ դակցություն ունեցող անձինք, ուստի դրա համար այս հարցը վերստին տվեցի։ Սիրով տեղափոխվենք հասարակագիտություն 12-րդ դասարան եւ այստեղ մենք ունենք հեղինակային խմբի 3 անդամների կողմից ստեղծված եւ ուսումնական զանգակ հրատարակության ուսումնական թիմի կողմից աշխատանք կատարված մի գիրք, որի
բովանդակությունը մեկնարկում է հոգեբանությունից եւ այս առիթով սիրով խոսքը փոխանցում եմ Տիկին Խուդոյանին ներկայացնելու համար իր բաժինը։ Տիկին Խուդոյանը թեպետ ինքը եւս կնշի հեղինակել է առաջին թեման, հեղինակել է երրորդ թեմայի առաջին երկու դասանյութերը։ Սիրով խոսքը փոխանցում եմ ձեզ Տիկին Խուդոյան։ Ողջույն, հարգելի գործընկերներ, ես էլ ողջունում եմ բոլորին, շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք համագործակցելու եւ նաեւ ողջունում սիրելի ուսուցիչներ ձեզ։ Կարծում եմ, որ գրքերը ստացված են եւ կիրառելի։ Փորձեմ հակիրճ ներկայացնել, թե ինչ բովանդակությամբ է կոնկրետ հասարակագիտության 12-րդ դասային դասագրքի հոգեբանության բաժինը։ Ես ինքս վիզուալ լինելով ամեն ինչ վիզուալների մեջ եմ պատկերել, կարծում եմ այդպես ավելի ընկալելի կլինի։ Նախ շատ հակիրճ ձևով, ուղղակի հոգեբանության բաժինը ինչ երկու բաղադրիչներից է կազմված, անձի հոգեբանություն բաժինը, որտեղ հոգեկան գործընթացներ, վիճակներ եւ հատկություններ ենք քննարկելու։ Գրքերը քանի որ հասանելի են առցանց տարբերակով, շատ մանրամասն չեմ ներկայացնում այստեղ, եւ մարդու կյանքի բաղկացուցիչները, գործունեություն, նպատակներ, պահանջմունքներ, դրդապատճառներ։ Ուզում եմ շեշտել, որ թեմաների ընտրությունը շատ կարևոր է, հատկապես որ գործ ունենք դեռահասների հետ եւ կյանքի նոր փուլ մտնող դեռահասների հետ եւ հոգեբանությունը երևի թե այն հիմնային գաղափարներն ու արժեքներն է տալու իրենց, որոնք հնարավորություն կտան լիարժեք եւ անխոչնդոտ մտնել կյանքի նոր փուլ։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ սկզբունքով է կոնկրետ կառուցվել հոգեբանության բլոկը։ Ես մի փոքր մեծացնում, որպեսզի ավելի տեսանելի լինի։ Ուրեմն մենք այսպիսի խնդիր ունենք, չենք կարող ժամանակակից սովորողին ներկայացնել դասագիրք, որտեղ ներկայացված է ուսուցման միայն մի մոդել։ Այդ նպատակով կոնկրետ իմ հատվածը ես փորձել եմ այնպես կառուցել, որ այնտեղ ներկայացված լինեն ուսուցման բոլոր մոդելները, բոլոր առանձնահատկություններով հանդերձ եւ դա հետաքրքիր լինի դեռահասին, քանի որ այսօր մենք նաեւ ապրում ենք ChatGPT-ի դարում, որտեղ ցանկացած ինֆորմացիա 1 րոպեում ինքը կարող է ստանալ։ Հետեւաբար դասագիրքը պետք է լիներ այնպիսի բովանդակությամբ, որ նաեւ պրակտիկ մասը համադրվեր տեսականի հետ եւ իրեն հետաքրքրեր։ Ուզում եմ ներկայացնել բոլոր այն մոդելները, որոնք որ ներառված են տվյալ դասագրքում։ Առաջինը մուլտիմոդալ ուսուցումն է։ Ինչ է նշանակում մուլտիմոդալ ուսուցում։ Սա այն ուսուցման ոճն է, որտեղ բոլոր զգայությունները տեսողական, լսողական, համային, հոտային ներառված են ուսուցման մեջ։ Հետևաբար դասագրքում կան բազմաթիվ առաջադրանքներ, որոնց կատարման համար երեխային հարկավոր է լինելու, որ ինքը միաժամանակ բոլոր իր զգայությունները ակտիվացնի, օրինակ, չգիտեմ, նայել նկարին Կոջյանի երկուցի ստեղծագործությունը եւ առանձնացնել, թե ինչ համային զուգորդումներ է առաջանում, հոտային զուգորդումներ եւ այլն, նմանատիպ առաջադրանքներ շատ կան։ Հաջորդը խնդրային հետազոտահեն եւ նախագծային ուսուցումը, այն հրաշք բանը, որ ներդրվել է այսօրվա ուսուցման համակարգում։ Այստեղ օրինակներ եմ բերել, բայց կոնկրետ հոգեբանության բաժնում երևի տասնյակ, եթե ոչ ավելի նմանատիպ արժություններ կան։ Օրինակ խմբային աշխատանքի շրջանակներում բնության թեմայի վերաբերյալ ընկալման խաբկանք առաջացնող նկարներ ստեղծել։ Պատկերացրեք, երեխաները դուրս են գալիս դեռահասները, երեխաները չէ, արդեն դեռահասները դուրս են գալիս ընկալման խաբկանք առաջացնող պատկերներ են ստեղծում, լուսանկարում են, իսկ հետո արդեն առաջադրանք է տրվում իրենց ցուցահանդես կազմակերպել իրենց իսկ կատարած նկարների վերաբերյալ, այսինքն հետազոտություն արեցին, խնդրահեն եղավ, խնդիր դրվեց իրենց առջև լուծեցին եւ նախագծային աշխատանք արեցին։ Անցնեմ առաջ համագործակցային ուսուցումը ամբողջ գրքի բովանդակության մեջ, ոչ միայն հոգեբանության բաժնում բազմաթիվ առաջադրանքներ կան, որոնք վերաբերում են խմբային աշխատանքներին եւ զարգացնում են համագործակցային կարողությունները։ Ֆլիպ ուսուցումն են ներդրել նաեւ կոնկրետ իմ բաժնում, ինչ է իրենից ներկայացնում ֆլիպ ուսուցումը, դա Բերգմանի կողմից առաջարկված այն ուսուցման մոդելն է, որ կրթությունը տեղափոխում է ուսուցումը դպրոցից տեղափոխում է նաեւ տուն։ Այստեղ շատ ստեղծագործություններ կան, որոնք պետք է երեխաները տանը ընթերցեն, իսկ հետո գան եւ դասարանում քննարկեն։ Սա շատ կարեւոր է նաեւ իրենց ինքնուրույն վերլուծություններ կատարելու կարողության զարգացման համար։ Հենց այստեղ նմուշ օրինակը որպես բերել եմ Վարդգես Պետրոսյանի Երանի թե կորցրած լինեին, որովհետեւ դուք այստեղ տեսնում եք մեջտեղի հատվածում գրված է արժեքահեն ուսուցում, ամբողջ հոգեբանության բաժինը կառուցված է արժեքահեն ուսուցման հիմքում։ Բոլոր ստեղծագործությունները, որոնք ներդրված են զուգահեռ, որ երեխան տեսական
հատվածին զուգահեռ պիտի ընթերցի, իրենք որոշակի արժեքներ են ձևավորում, որևէ ստեղծագործություն հենց այնպես ընտրված չէ։ Հաջորդը ինտեգրված ուսուցման տեսությունն է, որ ներդրվել է, գրքում դուք հաճախ կարող եք տեսնել, որ տեսական նյութին զուգահեռ մի առանձնացված հատված կա, որտեղ տեսությունը ներկայացված է, այնուհետև գրված է, որպեսզի ավելի լավ հասկանաս այն, ինչ որ հիմա կարդացիր, այս վարժությունը արագ արա, այսինքն ոչ թե առանձին հատվածներում են ներդրված առաջադրանքները, այլ անմիջապես տեքստի մեջ դա թույլ է տալիս տեքստը կարդալուց անմիջապես առաջադրանքների կատարման միջոցով հասկանալ, թե ինչի մասին էր տեքստը։ Հաջորդը ֆենոմենակենտրոն ուսուցումն է, սա իրենից ներկայացնում է ֆիննական մի մոդել, որտեղ հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ մենք միջառարկայական կապ ենք ստեղծում։ Այսինքն, օրինակ տեսեք, այստեղ առաջադրանք է տրված երեխային, երևակայության զարգացման շրջանակներում առաջադրանքը ստեղծել թվերի մտապահման հեշտ մոդել։ Ինքը նաև կապվում է մաթեմատիկայի հետ եւ գրքում կան բազմաթիվ նմանատիպ առաջադրանքներ, որոնք հենց ֆենոմենոլոգիականի հիմքով են ստեղծված եւ փափուկ հմտությունների ձևավորման վրա հիմնված ուսուցում, հատկապես քննադատական մտածողության, հաղորդակցման հմտությունների զարգացմանն ուղղված բազմաթիվ առաջադրանքներ կան եւ ամենամեծ ուշադրությունը տրված է բարոյական դիլեմաներին, երևի մոտ 3-4 դիլեմա է ներկայացված գրքում, որպեսզի երեխաները սովորեն այսօրվա դարում, երբ իրենք անդադար ստանում են ինֆորմացիոն հոսքի տակ են գտնվում, կարողանան քննադատաբար վերլուծել, թե ինչ իրենք ստացան եւ արդյոք այդ ինֆորմացիան, որը ստացան, արժանի է իրենց ուշադրությունը, թե ոչ։ Հաջորդ բաժինը մյուս ուսուցման մոդելները, որոնք որ ներդրվել են, ռեֆլեկտիվ ուսուցումն է, գրքի տարբեր հատվածներում, հոգեբանության բաժնում կոնկրետ, անդադար հարցադրում է տրվում համեմատիր հիմա քո կյանքի տարբեր դրվագները, փորձիր քո կյանքից օրինակ բերել։ Ռեֆլեքսիան ամենակարևոր հատկությունն է, որ մենք պիտի ձևավորենք նոր կյանք մտնող դեռահասի մոտ եւ հետեւաբար վարժությունները նմանօրինակ նաեւ ուսուցման սկզբունքով են կառուցված, այստեղ տեսնում եք օրինակ, կյանքի տարբեր ոլորտների չեմ կարողանում մեծացնել, որ ավելի լավ երևա, բայց ոսկեքից մեծացնեմ։ Օրինակ դեռահասին հարցնում ենք, չէ, չստացվեց, դեռահասին հարցնում ենք, թե իր կյանքում ով ինչ չափաբաժնով ինչ դեր է գրավում եւ որ գործունեությունը ինչ չափաբաժնով ինչ դեր է կատարում։ Ընկերները, ընտանիքը, ուսուցում եւ այլն, ինքը տոկոսային հարաբերակցությամբ փորձում է դիագրամներ ստեղծել, այնուհետև սա արդեն ռեֆլեքսիվ հնարավորություն է տալիս իրեն, ռեֆլեքսիա է ենթարկում, փորձում է հասկանալ, լավ, ես ճիշտ եմ, արդյոք իմ կյանքի ուղին նախագծել, որ օրինակ հեռախոսը իմ կյանքում ամենաշատ տեղն է զբաղեցնում եւ այլն, իսկ հետո համեմատում է դասընկերների կողմից ներկայացված տվյալների դիագրամների հետ։ Հաջորդը նորից խնդրահեն հետազոտական նախագծային ուսուցում, շատ առաջադրանքներ կան, չեմ ուզում առանձնացնել, մտավոր քարտեզների ստեղծման մեթոդով ուսուցում, օրինակ ժամանակի կառավարման մտավոր քարտեզների ստեղծում, ընդունակությունների մտավոր քարտեզների ստեղծում եւ այլն, արվեստի ինտեգրման ուսուցման մեթոդը, շատ կան տարբեր առաջադրանքներ կապված այս կամ այն երաժշտական ստեղծագործությունների հետ կապված պատկերային եւ այլն, փոխադարձ ուսուցման մեթոդը, երբ օրինակ սովորողը պետք է մի բան յուրացնի, մի հմտություն իր մոտ ձևավորի, ըստ տեսական եւ պրակտիկ նյութի համակցության, եւ այնուհետեւ դա փոխանցի իր դասընկերների։ Եվ նաեւ սոցիալ-հուզական ուսուցումը, այստեղ փորձում ենք սոցիալական եւ հուզական ինտելեկտը երեխաների զարգացնել բազմաթիվ թե տեսական նյութի, թե վարժությունների առաջադրանքների միջոցով։ Եվ տեսեք բոլոր այն հատվածներին, որոնց որ անդրադարձ չկատարվեց արժեքահեն ուսուցմանը, այստեղ էլ արդեն գալիս է վակե մոդելը, արժեքային ուսուցման մոդելը, շատ են տեքստային եւ պրակտիկ հատվածում այն բոլոր մոտեցումները, որոնք որ վերաբերվելու են երեխաների մոտ արժեքների ձևավորմանը։ Չգիտեմ, օրինակ Քենինգի տեսությունն է ներկայացված, կոտրված պատուհանների տեսությունը, ըստ որի, եթե օրինակ տանը մի պատուհան կոտրված է, շուտով բոլոր պատուհանները կոտրված կլինեն, սա մետաֆորա է, նշանակում է, որ եթե օրինակ դու միտեղ աղ գցես, հավանականությունը մեծ է, որ ամեն անցնողը այդտեղ աղ կգցի։ Ու այս տեսության շրջանակներում մենք երեխաներին սովորացնում ենք, թե ինչքան կարևոր է իրենց մոտ կամային հատկանիշների ձևավորումը, որ դա կարող է ազդել նաև իր հասակակիցների վարքային դրսևորումների վրա եւ այլն։ Այս մոդելով բոլոր թե տեսական թե պրակտիկ նյութի հիմնական սկզբունքը հետեւյալն է։ Սկզբում մենք
ինչ-որ արժեք ենք ձևավորում երեխայի մոտ տեքստի միջոցով կամ առաջադրանքի, այնուհետև ինքը սկսում է գիտակցել, թե ինչ իրեն մատուցվեց, այնուհետև ինքը իր մոտ ձևավորում է հմտություն, լավ, ես մյուս անգամ աղբը չեմ գցի օրինակ էստեղ, եւ վերջում արդեն ներգրավվածություն, ինքը ներգրավում է հասարակական կյանքում այդ արժեքի կրողը դառնալով։ Այլ մյուս օրինակներին չեմ անդրադառնում, որ ձեր ժամանակը շատ չխլեմ, բայց հիմնականում այսպիսի նյութեր շատ կար։ Եվ վերջում դասագրքի կոնկրետ հոգեբանության բաժնի ընձեռնած հնարավորությունները ես շատ կարևորում եմ ուսուցման գործընթացում համագործակցության դերը եւ դասագիրքը առաջին հերթին հնարավորություն է տալիս բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցել, ինչու, որովհետև այնպես է ստացվել, որ օրինակ հոգեբանության բաժնի առաջին կուրսի ուսանողները յուրացնում են ավելի խորքային մակարդակում այն նույն թեմաները, որոնք որ ներկայացված են 12-րդ դասարանի դասագրքում։ Եվ կարծում եմ հետաքրքիր կլինի համագործակցություն կկազմակերպեն ուսուցիչները, ուսանողների եւ աշակերտների միջեւ նյութի յուրացման մակարդակը ուսումնասիրելու առումով նախադպրոցական հաստատությունների հետ բազմաթիվ առաջադրանքներ կան, օրինակ ուշադրություն թեմայի շրջանակներում սովորողները պիտի ստեղծեն ուշադրություն զարգացնող խաղ։ Կարծում եմ հրաշալի կլինի, որ այդ խաղը հետագայում նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրենք գնան եւ սովորեն կիրառել։ Այլ դպրոցների հետ համագործակցություն ուսուցչի եւ գրքի հեղինակի հետ համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնելու, քանի որ բազմաթիվ հետազոտական աշխատանքներ են ներկայացված, կարծում եմ այսօր մենք այդ հնարավորությունը ունենք կապ հաստատելու գրքի հեղինակի եւ ուսուցիչների միջեւ եւ արդյունավետ համագործակցություն ստանալու։ Նաեւ հետազոտական աշխատանքներ կան, որոնք միջազգայնացման հնարավորություն կարող են տալ, ինչպես նաեւ առցանց արկա ֆոկուս խմբեր եւ բարեգործական միջոցառումներ գրքի առաջադրանքների շուրջ, քանի որ ասացի, որ շատ առաջադրանքներ կան, որոնք ինչ որ խաղերի ստեղծմանն են ուղղված եւ այլն, դրանք կարող են նաեւ բարեգործական նպատակներով կիրառվել հետագայում։ Մի խոսքով կարծում եմ, որ բավական հաջողված գիրք է ստացվել եւ հուսով եմ, որ պիտանի կլինի։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն Տիկին Խուդան, մենք ձեր հիմնավորված լավատեսություն միանշանակ կիսում ենք։ Հիմա խոսքը փոխանցենք պարոն Ավագյանին, ով հեղինակել է երկրորդ թեման փիլիսոփայության հիմունքներ։ Պարոն Ավագյան, համեցեք։ Սիրով ողջունում եմ բոլոր ունկնդիրներին, եթե տեսագրությունը նայողները այլ ուսուցիչներ են լինելու, բոլորին կիսում եմ դասագրքի ստացված լինելու վերաբերյալ գնահատականը փիլիսոփայության մասի առանձնահատկությունների հետ կապված առաջին հերթին ուզում եմ ընդգծել, որ թերևս փիլիսոփայության դասագրքի համար հազվագյուտ երևույթ է այն, որ որևէ իզմ օգտագործված չէ փիլիսոփայական հիմնարար գիտելիքներ մատուցելու հավակնություն ունեցող այս տեքստում եւ դատողություններ չկան, որոնք ասվում են խոշոր փիլիսոփաների շուրթերով։ Տեքստը շարադրված է այնպես, որ այս գիտելիքի գործնական նշանակությունը, այս գիտելիքի նպաստը աշակերտի մտային հմտությունների զարգացման վրա առավելագույնի հասցվի։ Այս տեսանկյունից կարևոր եմ համարում փիլիսոփայության վերաբերյալ որոշ տարածված պատկերացումների հաղթահարման փորձը, այդ թվում այն, որ փիլիսոփայությունը միմյանց հետ պայքարած եւ միմյանց որոշ դեպքում հաղթած, որոշ դեպքերում այդ պայքարը հավերժորեն շարունակող ուսմունքների կամ մոլորությունների պատմություն է, փորձ է արվել այնպիսի մոտեցմամբ շարադրել տեքստը, որ այդ տարածված պատկերացումը հաղթահարվի, փիլիսոփայությունը մոլորությունների թանգարան չէ, նաև փորձ է արվել ներկայացնել փիլիսոփայական տեքստն այնպես, որ սա նաև չդիտվի որպես կարծիքների շարադրանք, միմյանց հակադրվող, միմյանց հետ պայքարող կարծիքներ եւ աշակերտի մոտ տպավորություն չլինի, որ մի ինչ-որ բան էլ ինքը առանց դրա համար նախադրյալներ ունենալու կարող է հայտարարել որպես իր կարծիք, ես էլ այդպես եմ կարծում նախաբանով,
ոչ դա փիլիսոփայության համար նվազագույն արժեք ունի, եթե ընդհանրապես ունի, փիլիսոփայությունը ազատ կարծիքների արտահայտման հարթակ չէ, առաջին պլան է բերվել այն բովանդակությունը, որն անհրաժեշտ է գիտական գիտելիքի ընկալման համար, որոշակի բովանդակություն ներկայացվել է տրամաբանության դասընթացից, որպեսզի աշակերտները պատկերացում ունենան ինչ է հասկացությունը, ինչպես պետք է դրանք աստիճանակարգվեն, ցանկացած տեքստ կառուցելիս որքան կարևոր է հասկացությունները ամրագրված, հստակ ամրագրված բովանդակությամբ օգտագործելը, դրանց ծավալները հստակ ուրվագծելը, որպեսզի նաև պարզ լինի, թե ինչ է գիտությունը եւ գիտականության ինչպիսի չափանիշների պիտի բավարարի գիտելիքը, որպեսզի այն համարվի գիտական։ Այս տեքստում ակնհայտ հակվածություն կա դեպի գիտական աշխարհայացքի գերակայություն աշխարհայացքի այլ ձևերի նկատմամբ, դրա պահանջվածության վերաբերյալ հեղինակն իր համոզմունքն ունի եւ որոշ անդրադարձ, ինչպես դա պահանջվում էր ծրագրով, փիլիսոփայական այնպիսի հիմնարար խնդիրների, ինչպիսիք են ազատության հիմնախնդիրը եւ ճշմարտության հիմնախնդիրը, ազատության հիմնախնդրի մոդել որպես հիմնախնդրի ներկայացման մոդել որպես օգտագործվել է Կանտի անտինոմիաների ուսմունքը, թեև հանգուցալուծումը արդեն հեգելյան համակարգի տրամաբանության մեջ է, նույնը կարելի է ասել նաև ճշմարտության հիմնախնդրի մասին, որի հանգուցալուծումը վերջնականապես ձևակերպված չէ եւ այդ շարադրանքը միտումնավոր թողնված է կիսատ, թեև ձևականորեն կարող է թվալ ավարտում։ Սակայն քանի որ դրված թեման այնպիսի ընդգրկում ունի եւ այնպիսի բարդություն, որ հնարավոր չէ աշակերտի համար դա ամբողջականացնել, այս կիսատ ոչ ավարտուն թողնված տեքստը թերևս աշակերտի ստեղծագործական ազատության խթանը պիտի լինի, թեման ինքնուրույն զարգացնելու եւ ընկալելու։ Թերևս այսքանը ամենահիմնական առանձնահատկությունը, որ սկզբում նշեցի, եւս մեկ անգամ կրկնեմ, տեքստում չկա ոչ մի իզմ, տեքստում դրույթները ներկայացված չեն տարբեր փիլիսոփաների շուրթերով, սա ցիտատների ժողովածու չէ, եւ տեքստը ակնհայտ կոչ է որևէ կարծիք արտահայտելուց առաջ նախ դրա համար հիմքեր ունենալ, կարծիքը չհամարել այնպիսի բան, որ ցանկացած հարթության վրա, ցանկացած առարկայի մասին կարելի է հայտնել եւ առավել եւս փիլիսոփայությունը չդիտել որպես միմյանց հետ պայքարող, այդպես սուբյեկտիվ ազատությունից ծնված կարծիքների համախոհ։ Այսքանը, եթե տեքստի վերաբերյալ կոնկրետ դրվագների վերաբերյալ հարցեր կլինեն, միշտ ուրախ կլինեմ պատասխանել։ Շատ շնորհակալություն, պարոն Ավագյան, եւ փոխանցենք մեր խոսքը վերջին 4-րդ գլխի անդրադարձով պարոն Գրիգորյանին, ով կներկայացնի գլոբալացում թեման։ Համեցեք, պարոն Գրիգորյան, սիրով լսում ենք ձեզ։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ուսուցիչներ, պատիվ ունեմ ձեզ ներկայացնելու, ինչպես նշեց Անի Հարությունյանը, գլոբալացման հետ կապված իմ գրված հատվածը։ Ասեմ, որ թեմայի հետ կապված բավականին ուրեմն հետազոտություն եմ իրականացրել առհասարակ հասկանալու նախ գլոբալացում թեման նախորդ տարիների դասագրքերում ինչպես անդրադարձել, այսինքն ես փորձել եմ հասկանալ, որպեսզի կրկնություններից եւ նմանատիպ ձևաչափերից խուսափենք եւ այս առումով կարծում եմ ստացված է։
եւ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ զուգահեռ 12-րդ դասարանի հետ կապված մեկ այլ դասագիր մենք ունենք եւ այդտեղ ես հենց վերջերս ուսումնասիրեցի հասկացա, որ լրիվ տարբեր են իրենք այդ տեսանկյունից ու նյութը բավականին երկու կողմերում էլ ուրեմն շատ հետաքրքիր է ներկայացված եւ յուրահատուկ է ներկայացված, սա ինչն է կարեւոր։ Մի քանի կարեւոր հանգամանք թեմայի մասին։ Նախ գլոբալացման եւ գլոբալացում թեման, որը պրոված էր մի քանի մասերի, այսինքն մենք պետք է խոսենք գլոբալացման, թրաֆիկինգի մասին եւ դրա ազդեցությունը ամենակարևորը հայաստանյան միջավայրի մասին։ Շատ բարդ էր, բայց այս առումով իմ գործը շատ ավելի հեշտ էր, որովհետեւ ես գործ ունեի 12-րդ դասարանի աշակերտի հետ, ինչը իմ համար հնարավորություն տվեց, որպեսզի որոշակիորեն ավելի ուրեմն գիտակից ավելի պատրաստված աշակերտին ներկայացնելու այդ նյութը։ Ընդհանրապես նմանատիպ ձևաչափով աշխատել իմ համար շատ հետաքրքիր է, ես ընդհանրապես բուհական դասագրքերի եւ ձեռնարկների հեղինակ եմ, բայց դասագրքի հետ աշխատելը դա մի ուրույն նոր աշխարհ է ու դա հնարավորություն է տալիս քեզ մտնել ու աշակերտի, ես ինքս եղել եմ աշակերտ եւ ընդհանրապես չէի պատկերացնի, օրինակ որ ինչ որ մի ժամանակահատված կգա այն ժամանակահատվածը, որ ես ինքս ինձանից հետո եկող սերունդների համար կկարողանամ ստեղծել նյութ, որը կկարդան ու այդ առումով իմ համար դա շատ պարտավորեցնող էր, ավելի քան պարտավորեցնող, որպեսզի ես կարողանայի այդ հարցին ավելի յուրովին դիտարկեի։ Տեսեք, գլոբալացման հետ կապված նյութի եւ դրա ազդեցությունը Հայաստանի վրա շատ տարբեր ուրեմն պրիզմաներից է դիտարկված։ Նախ աշխատանքի սկզբում աշխատանքը ունի կուռ տեսական մաս, բայց աշխատել ենք եւ ինչպես նաեւ նախկինում մենք աշխատանքները խմբագիրների հետ քննարկումների արդյունքում հստակեցրեցինք, աշխատել ենք այդ տեսական մասը այնպես ներկայացնենք եւ այն տեսաբաններին, հեղինակներին, որոնք որտեղ գլոբալացման երևույթին անդրադարձել են, այնպես ներկայացնենք, որ դա չծանրաբեռնի նյութը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք գործ ունենք աշակերտների հետ։ Այնպես այդ նպատակով աշխատանքի սկզբի հատվածում մենք ներկայացրել ենք այն հայտնի գիտնականներին, տեսաբաններին, որոնք որ անդրադառնում են գլոբալացման այս կամ այն հարցին։ Այնուհետև մենք գլոբալացումը դիտարկել ենք ոլորտային տեսանկյունից, այսինքն գլոբալ կառավարմանն ենք անդրադարձել, գլոբալիզացիայի կամ գլոբալացման ավելի կոնկրետ հայերենում իրարելի դրա ազդեցությունը ուրեմն մարդկության եւ պետությունների գործունեության տարբեր ոլորտների վրա։ Սա կարծում եմ շատ կարեւոր է, որովհետեւ գլոբալացման մասին պատկերացումները թույլ կտա, որպեսզի աշակերտների եւ նաեւ ուսուցիչների մոտ ավելի համակողմանի ձևավորվեն եւ մատուցվեն ուրեմն տարբեր պրիզմաներից, հա, որպեսզի աշակերտը գլոբալացման մասին այն պարզունակ ընկալումները, որ շատ հաճախ լինում են գլոբալացման մասին, դրանք որոշակիորեն չէ, հիմնովի ուրեմն համապատասխան նյութի պատշաճ փոխանցման արդյունքում վերանան եւ մենք ունենանք գրագետ աշակերտ, որը կկարողանա գլոբալացումը դիտարկել հնարավորությունների, խնդիրների, մարտահրավերների բոլոր այդ տեսանկյունից։ Սա շատ կարևոր նշանակություն է, որտեղ մենք պատրաստում ենք վաղվա Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իսկ գլոբալացումը դա մեզ համընթաց քայլող եւ ավելի մեծ տեմպեր ստացող ուրեմն գործընթաց է եւ այդ ամեն ինչի հետ ոչ միայն հաշվի նստելն է կարեւոր, այլև դրա մասին համակողմանի ու համապարփակ գիտելիքների առկայությունը, որպեսզի մեր աշակերտը կարողանա դրա անձեռած հնարավորությունները ճիշտ հասկանալ, կիրառել։ Սա նույնը վերաբերվում է նաեւ թրաֆիկինգի մասին եւ այդ թրաֆիկինգի տեսանկյունից մենք թրաֆիկինգը տվել ենք եւ տնտեսական տեսանկյունից եւ ուրեմն այլ ոլորտների տեսանկյունից, որոնք որ մանրամասն գրքում ներկայացված է։ Այս տեսանկյունից ես ասեմ, շատ շնորհակալություն Զանգակ հրատարակչությանը ակտիվ համագործակցելու եւ աշխատանքը շատ պատկերավոր ձևով ներկայացնելու համար։ Ես ինքս որպես հեղինակ մասնագետ գիտնական իմ համար նյութ ստեղծելը որպես այդպեսին գործընթացը, որը ամենօրյա իմ աշխատանքի մասն է կազմում, բայց այդ նյութը պատկերավոր ներկայացնել, այդ նյութը աշակերտների համար ավելի դետալավորել եւ ուրեմն այդ դիտողականությունը ավելի լավ հիմքերի վրա դնել, կարծում եմ որ հաջողվեց այդ համատեղ շատ արդյունավետ աշխատանքի տեսանկյունից ու ես ասենց բավականին այդ տեսանկյունից շատ իմ համար տպավորիչ է ու գոհունակ եմ այդ առումով։ Ասեմ, որ շատ հետաքրքիր է նաև այդ QR կոդերի առկայության հատվածը եւ մենք ես տարբեր վիդեոների փնտրտուքի արդյունքում մենք տեղադրել ենք QR կոդեր, որը թույլ կտա ուսանողներին, ներողություն աշակերտներին, այս բaragայում արդեն ուրեմն համապատասխան նյութը ընթերցելուց եւ տիրապետելուց նաև
ուրեմն իմանալ որոշակի հավելյալ ինֆորմացիա գլոբալիզացիայի, գլոբալ գործընթացների, թրաֆիկինգի մասին։ Նյութերը ցավոք սրտի հայերեն մենք չունենք վիդեոդիտումները, որոնք որ YouTube-ից ենք վերցրել, հաշվի առնելով նաև համատեղ քննարկումների արդյունքում, որ այդ նյութերը հետագայում չկորչեն, հա, այսինքն արկա լինեն եւ այլն, բայց մաքսիմալ փորձել ենք վերցնել այնպիսի նեյտրալ չեզոք նյութեր, որոնք որ աշակերտի գիտելիքները կհավելեն, բացի կարդացված նյութը, նոր գիտելիքների պաշարով։ Փորձել եմ ես հայերեն, ուրեմն հայերեն տեքստը նաև ներկայացնել քիչ տերմինաբանական ծանրաբեռնվածությամբ, անկեղծ ասեմ, օրինակ, այս տեսանկյունից ես ինքս մինչև զանգագրատարակչություն աշխատելու, իմ համար շատ պարտավորեցնող եղել նաև իմ գոլեգա լեզվաբանի հայերենի մասնագետների լեզվական խմբագրիների հետ աշխատել, օրինակ թրաֆիկինգ իրականացնողին հայերեն համարժեքը ճիշտ կիրառելու, ստանալու, հա, թրաֆիկինգի ենթարկվողի, սրանք շատ առումով նաև կարևոր ներդրում են այն տեսանկյունից, որ մասնագիտական գրականության հայալեզու մասնագիտական գրականության տեսանկյունից մենք որոշ բառեր նաև փորձել ենք չասեմ հայաֆիկացնենք, այլ ստանանք այն տարբերակները, որոնք որ հայերեն են։ Այս տեսանկյունից ես ասեմ, որ մասնագիտական նյութի ուրեմն հայերեն ուրեմն ընթերցողին փոխանցելու համար բավականին աշխատանք է կատարվել եւ մենք փորձել ենք այն նյութերը, որոնք որ հիմնականում քանի որ անգլերեն եւ անգլերեն նյութերի հետ մենք գործ ունենք, մենք փորձել ենք սա հայ ընթերցողի համար շատ մաչելի ձևով ներկայացնել ու այդ տերմինաբանական ծանրաբեռնվածությունից հնարավորինս խուսափել, որպեսզի ընթերցողը ավելի մաչելի կարողանա տիրապետել։ Մի փոքր մի մաս էլ ասեմ ուրեմն Հայաստանի հետ կապված, քանի որ մեր վերջին ենթաթեման առնչվում է Հայաստանի վրա, աշակերտին եւ նաեւ ուսուցիչներին, որոնք որ պետքա փոխանցեն այդ գիտելիքները աշակերտներին, շատ ակնառու ձևով երևում է, որ այն նյութը ինչ որ արկա է, տեսական, գործնական օրինակներով մենք ներկայացնում ենք միջազգային ասպարեզում տեղի ունեցող, մենք վերջում շատ ուղիղ ձևով պրոյեկցիա ենք արել Հայաստանի խնդիրները դիտարկելով։ Շատ հաճախ մենք սիրում ենք, ես հանդիպել եմ նաև նախորդ տարիների դասագրքերը ուսումնասիրելով, որ միանգամից գլոբալ խնդիրները մենք սկսում ենք Հայաստանի հետ կապված դիտարկումներ իրականացնելով, այս առումով ասեն դասագրքի այս հատվածը առանձնահատուկ այն տեսանկյունից, որ մենք փորձել ենք ընդհանուրից մասնավոր գանք, այսինքն փորձել ենք հասկանանք միջազգային փորձը, միջազգային գործընթացները եւ նոր դա պրոյեկցիա իրականացնենք Հայաստանի վրա, որպեսզի հասկանանք Հայաստանի խնդիրները որն, այլ ոչ թե միանգամից ասենք հայաստանյան խնդիրների թվարկումով, բնականաբար չհասկանալու, որ այդ խնդիրների հիմքում ընկած են շատ ավելի խորքային պատճառներ, որոնց դիապետելը աշակերտի համար շատ կարևոր կլինի։ Այսինքն սկզբից գալով աշակերտը կարդալով, կարծում եմ շատ տրամաբանական պատճառահետևանքային կապի տեսանկյունից աշակերտի եւ ուսուցչի մոտ ձևավորվելու է այն մոտեցումը, թե ինչու այսպես եղավ եւ ինչու Հայաստանի պարագայում օրինակ, չգիտեմ, գլոբալ փոփոխությունների կլիմայի ոլորտում կլինի տնտեսության, կրթության կամ թրաֆիկինգի հետ կապված հարցերը, ինչ պատճառահետևանքային կապով են տեղի ունենում։ Այսինքն Հայաստանի եւ այդ գլոբալ ցանցում Հայաստանի դերակատարության ուրեմն փոխկապվածության հարցերին մենք փորձել ենք այնպես ներկայացնենք, որ հավելյալ հարցեր չառաջանան։ Բայց եթե հարցեր կառաջանան, ես սիրով պատրաստ եմ, այստեղ նաև իմ էլեկտրոնային հասցենք թողեմ, եթե ինչ որ պետք լինի քննարկումների, ես շատ բաց եմ, շնորհակալություն եմ հայտնում վստահության համար, նաև պատրաստ եմ համագործակցել, որովհետև կարծում եմ սա շատ պարտավորեցնող աշխատանք է վաղվա սերնդի ներկայացուցիչներին կրթելու, գիտելիք փոխանցելու տեսանկյունից։ Եվ եթե կլինեն հարցեր ուսուցիչների տեսանկյունից, ցանկացած վարագայում, ցանկացած ժամի, ես հասանելի եմ, պատրաստ եմ այդ հարցերը օժանդակելու, հարցերի պատասխանները տալու։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ պարոն Գրիգորյան։ Սիրելի գործընկերներ, գրքերի բովանդակային ներկայացումը սրանով ավարտեցինք ըստ էության երկու կարևոր դիտարկում մեթոդական ձեռնարկների վերաբերյալ եւ եթե հարցեր կունենանք, սիրով կլսենք, եթե ոչ, ապա այսօրվա հանդիպումը կհամարենք ավարտ վերջացած։ Մենք այս մեթոդական 11-րդ եւ 12-րդ դասանի դասագրքերի մեթոդական ձեռնարկները բավականին ծավալուն է ստացվել եւ դա նպատակային է, որովհետեւ առաջին մեթոդական ձեռնարկի առաջին գլուխը ամբողջովին նվիրված է այն մեթոդներին, որոնք հնարավորինս կիրառական են, ժամանակակից են եւ ներառում են թե հայաստանյան հանրակրթության մեջ արդեն իսկ փորձ եւ կիրառելիություն ունեցող մեթոդները, ինչպես նաեւ դրսի փորձի ներառվածություն այստեղ մենք ունենք։ Այդ մեթոդների շուրջ կատարված աշխատանքը եւ ներկայացնում է թե
այս կամ այն հմտության զարգացման տեսանկյունից եւ թե կոնկրետ աշխատանքի, լինի դա ինքնուրույն աշխատանք, համագործակցային բնույթ կրող աշխատանք, թե ստեղծագործական, թե այս տեսանկյունից նաեւ թե որ մեթոդը կարելի է կիրառել։ Այս առումով ինձ թվում է մեթոդական ձեռնարկների այդ առաջին գլուխը շատ օգտակար պետք է լինի ուսուցիչների համար։ Մեթոդական ձեռնարկի մեջ կա բնականաբար իհարկե եւ 11-ում եւ 12-ում մեթոդական ներողություն թեմատիկ պլանավորում, որտեղ շատ մանրամասն ներկայացված է յուրաքանչյուր թեմայի համար այն նպատակները, որոնք ենթադրվում են տվյալ թեմայի յուրացման շրջանակներում, ինչպես նաև վերջնարդյունքները։ Այստեղ ուզում եմ հատուկ շեշտադրություն կատարել հետևյալի վրա, որ եւ վերջնարդյունքների առումով եւ նպատակների ձևակերպման առումով ծավալապես այդ ծավալը դուրս է եկել առարկայական ծրագրի ծավալից, այն, որը որ մեզ տրամադրում է Կրթության, Գիտության, Սպորտի եւ Մշակույթի նախարարության կողմից։ Այսինքն բնականաբար դրանք կան, բայց դրան ի հավելում կան այլ վերջնարդյունքներ եւ նպատակների ձևակերպումներ, որոնք այս կամ այն թեմային թույլ է տալիս արձանագրել։ Սրանից զատ բնականաբար կան իհարկե դասի օրինակելի նմուշներ պլանավորման, բայց մեկ այլ նորարարություն կա ձեռնարկներում, որը կրկին կուզենամ ձեր ուշադրությունը գրավի։ Խոսքը վերաբերում է 4 բաղադրիչի շնորհիվ ձևավորված ստեղծված միահյուսակին, այդ 4 բաղադրիչները առաջին հերթին այն կաղունակություններն են, որոնք 8 կաղունակությունները, որոնք պետք է յուրաքանչյուր սովորող կրի դպրոցը 12-րդ դասարան ավարտելուն պես, երկրորդ բաղադրիչը, որից բաղկացած է այդ աղյուսակը, բնականաբար հանրակրթական պետական չափորոշիչն է, որով մենք սահմանում ենք վերջնարդյունքները, երրորդ բաղադրիչը դա խաչվող հասկացություններն են, համընդհանուր խաչվող հասկացությունները, որոնք ապահովում են միջառարկայական կապերը, եւ չորրորդը արդեն յուրաքանչյուր թեմայի համար, ոչ թե առարկայական ծրագրով պայմանավորված, այլ յուրաքանչյուր թեմայի համար արձանագրվելիք վերջնարդյունքները, որոնք պետք է աշակերտը արձանագրի, սովորող արձանագրի այս կամ այն թեման յուրացնելիս։ Այս աղյուսակի մատուցումը ուսուցչի համար կարող է լինել շատ օգտակար, առաջին հերթին, որպեսզի նա տեսնի տվյալ թեմայի ամբողջական պատկերը եւ ամբողջ դասընթացի համալիր պատկերը։ Երկրորդը, դրա շնորհիվ ուսուցիչը կկարողանա շատ ավելի արագ եւ արդյունավետ պլանավորել իր դասը, հաշվի առնելով անհրաժեշտ կաղունակությունների ձևավորումը այս կամ այն թեմայի շրջանակներում։ Երրորդը, կապահովի միջառարկայական կապը, ինչը պարտադիր է եւ իհարկե ցանկալի է նաեւ հատկապես 12-րդ դասարանի սովորողի մտածողական զարգացման համար, եւ չորրորդը իհարկե կարողանա ուսուցիչը ավելի օբյեկտիվորեն եւ ավելի հեշտ գործիքով գնահատել սովորողի առաջընթացը ըստ սահմանված վերջնարդյունքների։ Սա ինձ թվում է պիտի որ իսկապես շատ օգտակար լինի, որով ուսուցիչների համար, որտեղ հենց կոնկրետ այս աղյուսակը չի տալիս տարբեր փաստաթղթերի ուղղակի այսպես ներմուծում ձեռնարկում, այն համալիր է, այն միմյանց հետ փոխկապակցված բաղադրիչների ներկայացում է եւ պետք է որ դառնա շատ կիրառելի գործիք մեր սիրելի ուսուցիչների համար։ Ձեռնարկը բովանդակում է շատ ավելի կարևոր տեղեկատվություն, որի մասին վստահ եմ ուսուցիչները երբ ունենան, այսինքն արդեն հասանելի բնականաբար դասագրքի հետ էլեկտրոնային տարբերակով եւ ձեռքի տակ արդեն կունենան շատ ավելի մանրամասն կծանոթանան։ Կա իհարկե գրականության ցանկ եւ այն անհրաժեշտ ինչը որ մեր կարծիքով պետք է կրեր ձեռնարկի բովանդակությունը։ Մենք ունենք պարոն Թորոսյանից հարց կամ խոսք, սիրով լսում ենք ձեզ պարոն Թորոսյան, քանի որ ձեր բարձրացրել, սիրով համեցեք, բարի երեկո։ Բարի երեկո, հարգելի գործընկերներ, մի հատ գուցե տեխնիկական հարց, ուզում եմ իմանալ դասագրքերի PDF ֆորմատով տարբերակը լինելու է թե չէ եւ եթե լինելու է երբ, որովհետեւ այս ֆորմատով HTML5-ով բավականին բարդ է արագ ինչ-որ որոնումներ կատարելը տեքստի հետ, ուզում եմ այդ հարցը իմանալ։ Շատ շնորհակալ եմ Թորոսյան, շատ կարևոր հարց եք բարձրացնում, այո, հիմա HTML տարբերակով դշրի կայքում է տեղադրված, երբ արդեն կսկսվի դասագրքերի տպագրության փուլը, մեր զանգակ հրատարակչության կայքում դրանք արդեն կլինեն հասանելի PDF տարբերակով, այսինքն կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել, բայց ենթադրաբար դա արդեն հունիսի վերջին մենք հնարավորություն կունենանք ապահովելու, որ հասանելիությունը կապահովենք արդեն
ամառվա առաջին ամսվա ավարտին թերևս։ Քանի դեռ տպագրության փուլը չի մեկնարկել, մենք մեր կայքում տեղադրելու հնարավորություն այս իրավիճակում չունենք։ Բայց քանի որ մեր դասագրքերը ուրեմն ճանաչվել են հաղթող եւ արդեն ունենք հրաման, որի համաձայն եւ 9-րդ եւ 11-րդ եւ 12-րդ դասանի դասագրքերը իրավունք են ստացել, երաշխավորվել են մտնել հանրակրթության ոլորտ, ենթադրում եմ, որ դա մենք կունենանք արդեն հունիսի ավարտին, այդ հնարավորությունը կընձեռվի հունիսի ավարտին։ Շնորհակալություն։ Մենք ենք շատ շնորհակալ ձեր ներկայության համար։ Սիրելի գործընկերներ, թերևս մենք այս հանդիպումը կարող ենք համարել ավարտված։ Զանգակ հրատարակչության անունից ես հայտնում եմ մեր խորին շնորհակալությունը ձեր նվիրումի, ձեր ջանքի, ձեր պատասխանատու վերաբերմունքի եւ գրքերի բովանդակությունը հնարավորինս ամեն օր ավելի հագեցնելու եւ լավարկելու առումով։ Զանգակ հրատարակչության ուսումնական թիմը մեծ սիրով մասնակցել է այս գրքերի ստեղծման աշխատանքներին եւ իդեմս մեր խմբագրի, սրբագրի եւ ուսումնական թիմի մյուս անդամների մենք հավատում ենք, որ այս դասագրքերը կդառնան մեր սիրելի սովորողների կյանքի եւ առհասարակ ինտելեկտի զարգացման եւ կյանքի կողմնորոշման փուլում շատ կարեւոր օգնական ուժ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ եւ սիրելի ուսուցիչներ, ձեզ հորդոր խնդրանք տեսակրությունը դիտողների համար։ Մենք մեծ սիրով պատրաստ ենք լսելու ձեր հետադարձ կապը եւ զանգակ հրատարակչությունը պատրաստում է ուսումնական տարվան ընթառաջ եւ տարվա ընթացքում կազմակերպել շատ տարբեր սեմինարներ, քննարկումներ, որտեղ մենք կլուսաբանենք ձեզ ուզող հարցերը այս դասագրքերի բովանդակության, դասերի անցկացման վերաբերյալ։ Ուստի խնդրում ենք մշտապես լինել մեզ հետ կապի մեջ եւ վստահ լինել, որ ձեր յուրաքանչյուր հարց ստանալու է մեր սպառիչ պատասխանը մեր սիրելի եւ հարգարժան հեղինակների գործուն աջակցության շնորհիվ։ Թերևս այսքանը, սիրելի ընկերներ, մաղթում եմ ամենայն բարին եւ հուսամ, որ շատ շուտով նորից հանդիպելու առիթը կունենանք։ Շնորհակալություն ձեզ ժամանակ տրամադրելու համար։ Ցտեսություն։ Շնորհակալություն, ցտեսություն։ Ցտեսություն, շնորհակալ եմ։